Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքուն թույլ չի տվել Ավրորա մրցանակի դափնեկիր պակիստանցի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիմային մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Վարդանյանի դատավարությանը։ Իրավապաշտպանը գնացել է Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ դատերին ներկա գտնվել չի կարող, արգելքը չեն հիմնավորել, թեև պնդում են, թե դատավարությունը դռնբաց է։ Հայ իրավապաշտպանները առանձնապես զարմացած չեն այս կեղծ դատավարությունները սկսելու պահից միջազգային բոլոր նորմերը հերթով կարգով խախտել է Բաքուն ու չի պատժվել, չի արժանացել միջազգային համարժեք գնահատականի, եթե իմանար, որ վտանգ կա, իհարկե չէր հանդգնի փակել դատարանի դռները։ Հայկական կողմը չկարողացավ այդ խնդիրը այնքան մակարդակի բարձրացնել, որ գոնե միջազգային հանրության adekvat պատասխանին արժանանա։ Հիմա այդ ամեն ինչից ոգևորված իր ներպետական ընթացակարգերում ինչ ուզում այնպես էլ անում է։ Եվ միջազգային որևէ մարմին, որ ուզում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկատվություն ստանա ընթացող գործընթացներից, նա հեշտությամբ այդ թեման փակում է, ասում ասա ներպետական իրավունքի գործունեության ոլորտ է։ Ինչու է Ալիևը վախենում առանձնապես օտար աչքերի ներկայությունից։ Մասնագետն ասում է, օբյեկտիվ ցանկացած դիտորդ, նույնիսկ ոչ իրավաբան միանգամից կարձանագրի մեղադրանքների ծայրահեղ անհեթեթությունը։ Որևէ մեկը, ով որ անգամ ուզենա, այսպես ասած, մի փոքր օբյեկտիվություն դրսևորի, միանգամից տեսնելու է, լսելու է դատավարության կեղծ լինելը։ Եվ դրա համար այդ ամեն ինչից խուսափելու նպատակով Ադրբեջանը ամեն կերպ հանգարում է, որ որևէ օբյեկտիվ աչք ներկա լինի այդ դատավարություններին։ Ինքն էլ մամուլի հաղորդագրություններով տալիս է դատավարության միայն այն հատվածները, որ իրեն ձեռք է տալիս։ Բայց անգամ այս կառավարական կաբինետով անցած լուրերում է աբսուրդն ակնհայտ, ասում է իրավաբանը։ Ըստ նրա օրինակները շատ են, երբ անձը մեղադրվում է օրինակ Արցախում ինչ-որ գործողության մեջ, բայց այդ տարիներին Արցախում ընդհանրապես չի եղել։ Կարճ ասած, ադրբեջանցիների մտքի թռիչքը գագաթնակետին է հասել հայերի հասցեին մեղադրանքներ գրելիս։ Ի վերջո, այնինչ կատարվում է Բաքվի զինվորական դատարանում, ուղղված չէ միայն այնտեղ գտնվող հայերին։ Այս ամենը նախ քարոզչական նշանակություն ունի, հետո արդեն իրավաքաղաքական։ Մեղադրանքի, այսպես ասած, թելը տանում են այն ուղղությամբ, որ քանի որ Արցախի հանրապետությունը ըստ իրենց ապօրինի կազմակերպություն է եղել, հանցավոր կազմակերպություն է եղել, ինքը սուբյեկտ չի միջազգային իրավունքի, սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, ով որ ֆինանսավորել է Արցախի հանրապետությանը եւ հետեւաբար այն բոլոր գործողությունների համար, որ մեղադրվում են այս մարդիկ, հետագայում պետք է այդ մեղադրանքները տարածել նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, առաջացնելով պատասխանատվության հարցեր։ Լավ են մտածել ու մշակել, հեռուն են գնում Ալիևի պլանները։ Վերջին դատերի մասին հրապարակումներում արդեն տեսանյութերն են, Արցախից տարբեր դերակատարներ, պատմական տարբեր ժամանակներ են։ Դրանք Ալիևյան արդարադատությունը մեկնաբանում է իրեն համար ադրբեջանական տարբերակով, արդյունքում թիրախավորում է հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությունը։ Սյունիքը կդառնա հարավային Կովկասի տնտեսական հաբ, Հայաստանն ու Իրանը մեր երկրի հարավային դարպասում տարածաշրջանային տնտեսական ծրագրեր կիրականացնեն։ Այն տնտեսական անվտանգային առումով կարևոր է եւ Հայաստանի եւ Իրանի համար։ Սյունիքը պետք է տնտեսական հաբ դառնա տարածաշրջանում, Իրանի համար Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի, դրա համար էլ Իրանը քաղաքական ներկայություն է հաստատել Կապանում, հիպատոսություն է իր բազել մի քանի տարի առաջ եւ հիմա մենք փորձում ենք նաեւ տնտեսական ներկայություն հաստատենք Սյունիք, որովհետեւ էթնիկ պահպանություն լինի այնտեղ աշխատատեղի բազում եւ ներդրումային ծրագիրը կա։ Նախատեսում են տարբեր ձևաչափերով միջոցառումներ, այդ թվում երկկողմ մասնագիտական համաժողովներ ու գործարար այցելություններ, նաեւ ներդրումային փաթեթների ներկայացում։ Իրանցի գործարարներն էլ իրենց ներդրումները կբերեն Սյունիք, կստեղծեն ազատ տնտեսական գոտիներ։ Եթե հետագայում մենք կարողանանք Սյունիքում համատեղ ազատ գոտի ստեղծենք, դա էլ մի լավ պայման կլինի, որ ներդրողները շահագերգիր կլինեն, որ կան Հայաստան, կան Սյունիք եւ ներդրումներ անում։ Հայաստան-Իրան գործակցության զարգացման հիմնադրամի տնօրենի ձևակերպմամբ Սյունիքում կիրականացվելիք ծրագիրը գլոբալ տարածաշրջանային է լինելու։ Ըստ Հոսեյնի, Սյունիքը ոչ միայն Իրանի, այլ նաեւ մյուս երկրների համար կդառնա կապող օղակ եվրոպական երկրների հետ։
Սյունիքը կապող ուղղակա Ասիային դեպի Եվրոպա եւ նաեւ եվրասիական շուկա։ Իրանական ընկերությունները ինչու՞ չէ հետո կարան հնդկական ընկերությունները եւ արաբական ընկերությունները կան Սյունիքում ներդրում անեն։ Սյունիքի տնտեսական հաբի բացումը նախատեսված է 3 ամսից։ Դրանից հետո մեծ միջոցառումներ են նախատեսվում Թեհրանում։ Մեր երկրի գործարար համայնքի ներկայացուցիչները Իրանի մեծ քաղաքներում, Սպահանում, Շիրազում տարբեր ձևաչափի հանդիպումներ կունենան իրանցի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Միաժամանակ նա կասկածում է, որ Ուկրաինան պատրաստ է գործարքի գնալ Վլադիմիր Պուտինի հետ եւ Զելենսկիին կոչ է արել հենց հիմա հանդիպել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Թուրքիայում կայանալիք բանակցությունները կօգնեն որոշել արդյոք հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իրան-ԱՄՆ բանակցությունների 4-րդ փուլն արդյունավետ է գնահատել ու նշել, որ կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները։ Բանակցողի դերում հանդես եկող Արաղչին նաև հավելել է, որ վիճելի հիմնական կետերը քննարկվել են ավելի համամասնորեն, ինչն էլ հանգեցրել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև դիրքորոշումների փոքր-ինչ մերձեցման։ Հիշեցնենք, որ միջուկային համաձայնագրի շուրջ Օմանի միջնորդությամբ ընթացող Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները մեկնարկել էին ապրիլի սկզբից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից հետո հայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։ Մայիսի 13-ից մենք ակնկալում ենք զինադադար ամբողջական եւ տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի։ Իմաստ չկա շարունակել սպանությունները եւ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում անձամբ, հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող, Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Օմանի մայրաքաղաք Մասկաթում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների 4-րդ փուլը։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ էին, որոնք թույլ են տալիս ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները եւ գտնել տարաձայնությունները, լուծելու ողջամիտ եւ իրատեսական ուղիներ, X-ի իր էջում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ չենք կարող, ասել է նա, անդրադառնալով Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին հարցին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 16-ը կայցելի Թուրքիա մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը, քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները։ Ուկրաինական կարգավորումը գերատեսչությունում անվանել են առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։ Հռոմի նորընտիր Լեո 14 Պապը իր առաջին կիրակնօրյա ուղերձում կոչ արել աշխարհի տերություններին դադարեցնել պատերազմները։ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին ուղղված իր կոչում հովապետն ընդգծել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հրադադարի հաստատման, Ուկրաինայում եւ Գազայի հատվածում իսկական եւ երկարատև խաղաղության հասնելու եւ իսրայելցի պատանդների ազատ արձակման կարեւորությունը։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է գործադիր հրամանագիր ստորագրելու մտադրության մասին, որը կնվազեցնի դեղատոմսով դեղերի արժեքը ամբողջ երկրում 30-ից 80%-ով։ Նա ընդգծել է, որ մայիսի 12-ին երկրի պատմության մեջ ամենապատմական հրամանագրերից մեկը կստորագրի։ Թրամփը որոշումը անվանել է ազգի համար առավելագույն նպաստավոր քաղաքականություն։ Նրա խոսքով այս միջոցառումը նպատակ ունի վերացնել Միացյալ Նահանգներում դեղերի անարդարացիորեն բարձր գները համեմատած այլ երկրների հետ։ Դա ընդամենը թաշկինակ է։ Համացանցում հայտնված այս տեսանյութի առարկան, որը Մակրոնը փորձում է աննկատ թաքցնել, շատերը որակել են կոկաինի փաթեթավորում։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է խոսակցությունները, այն անվանելով թշնամիների մանիպուլյացիա։ Ուժեղ հեղեղումներ են տեղի ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավային Կիվու նահանգի Տանգանյիկա լճի ափերի մոտ գտնվող գյուղերից մեկում զոհվել է առնվազն 104 մարդ։ Փոթորկի պատճառով Ամերիկայի մի քանի նահանգներ անցել են ջրի տակ, տուժել է 2 տասնյակից ավելի մարդ, համայնքը նյութական լուրջ վնաս է կրել։ Շրի Լանկայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել, 35-ը տուժել։ Կատարագամայից մեկնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ ընկել ճանապարհի հարակից։ Անդունդը հայտնել են ոստիկանությունից վթարի հետևանքով մահացածների ինքնությունը դեռևս պարզ չէ։ Մոտ 25 տուժած տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանության տվյալներով վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Շրի Լանկայի տրանսպորտային վարչությանը։
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողները ԿԳՄՍ-ի շենքի բակում բողոքի ակցիային իրականացրել նրանց պահանջը մեկն էր դպրոցի տնօրենի պաշտոնում թողնել նախկինում ատեստավորման վերջի փուլը չանցած Նատալիա Ստեփանյանին։ Հաշվի առնելով, որ մրցույթի բանավոր փուլին Ստեփանյանի թեկնածությանը դեմ են քվեարկել կրթության նախարարության ներկայացուցիչ 2 անդամներ եւ այն, որ բողոքը քննող հանձնաժողովի 5 անդամներից 4-ը եւս ԿԳՄՍ-ից են, դպրոցի ծնողները մտահոգ են եւ չեն բացառում կրկին հայեցողական կամայական մոտեցման եւ սուբյեկտիվ եւ ոչ հիմնական որոշման հավանականությունը։ Այդ կապակցությամբ դպրոցի ծնողները պահանջում են, որ բողոքի քննարկմանը ներկա գտնվեն դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանը եւ ներկայացուցիչներ մանկավարժական եւ ծնողական խորհուրդներից։ Աշակերտների ակցիայով պայմանավորված Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում բանակցություններ շատ կան, բայց դասապրոցեսը ընթանում է մինչև դասացուցակով նախատեսված դասերի ավարտը։ Այս մասին էլ հայտարարել է Հանրակրթության վարչության պետը։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից հայտնել են, որ մայիսի 11-ի ուժգին քամին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի շարք հասցեներում պատճառել է բավականին վնասներ։ Մասնավորապես կոտրվել են ծառերի ճյուղեր, անանցանելի դարձնելով ճանապարհների բանուկ հատվածներ։ Բաբաջանյան փողոցի վրա էլ բազմաբնակարան շենքի տանիքի թիթեղը պոկվել է եւ ընկել ցած, պատճառելով նյութական վնաս։ Տանիքից պոկված թիթեղի պատճառած վնասի ուղղությամբ կազմվում է արձանագրություն։ Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 702-ով ավելի քիչ երեխա է ծնվել։ Բնակչության հավելավճարը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 17.4%-ով, կազմելով ընդամենը 181 մարդ։ Նախորդ տարվա 1041-ի փոխարեն Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 7302 երեխա։ 2024-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 8400 է եղել։ 2025-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 7121 մարդ, ինչը 158-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։